Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, եթե կարելի է այդպես անվանել, ես աշխատանքային ծանրաբեռնվածությունից դրդված մենք երեք չունեցանք ձեր հետ միասին հանդիպում, ունենում ենք այսօր, բայց շատ կարճ, խոսքը վերաբերվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջը Աննա Հակոբյանին։ Ուրեմն մեզ ասած աղբյուրները բավականին վստահելի աղբյուրներ պնդում են, որ Աննա Հակոբյանը կամ ինչպես ես եմ ասում Աննա Բոլեին հանրային զայն հաղորդաշարը բավականին կերպով, ուշադիր կերպով դիտում են։ Այդ լավ է։ Ու օգտվելով դրանից, որ նաև իմ ուկնդիրն առաջին տիկինը, դեց անվանենք, տեսեք շատ կիրտ։ Ես դիմում եմ Աննա Հակոբյանին կամ Աննա Բոլեին, որովհետև Նիկոլ Փաշինյան կոչված անձը, ոնց որ ասում են, յակա յաչկա, մե խերի գլոխ։ Ուստի քանի որ այդ տան տղամարդը Աննան ան, և առասարակ իր պատվի մասին ավելի շատ է մտածում Աննա Բոլեյնը, քան Նիկոլը, ուստի, ուրեմն մադամ Աննա, մեզ հասել են բավականին հստակ ճշտված տեղեկություններ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը կամ Մալչիկ բա իմինի Սասուն մտադրված է երկուշաբթի օրը կամ երեքշաբթի օրը պարզ չի, շատ կարճ ժամանակահատվածում կալանքից ազատել Արշակ Հակոբյանին։ Հիմա այն որ գործը ստիծնդեին, տշան ստիծնդեն, և ես ասում էի, որ իրավիճակը խայտառակ իրավիճակ է, հիմա արդեն Սասունը նուրին նպատակին հասավ։ Հիմա Արշակ Հակոբյանի կալանքից դուրս գալու դեպքում Սասունը դառնում է արտոնյալ, թողում է դրան ռուչի կողքը և գալիս է նստի իմ կողը, կոնյակը ձեռը։ Դրան կողքը նստում ես դու, Աննա, դու և քո աղջիկը, տարիքային սահմանափակում չի լինելու։ Սասուն Խաչատրյանը դառնալու է արտոնյալ և մշտապես գալու է ձեր տուն։ Բացի դրանից, Արշակ Հակոբյանի տնեցիկին եմ դիմում, 6 ամիս ձեր տունը զուրկ էր մնացել սպեռնային անձրևից։ Ես ուզում եմ նաև հասկացնեմ իրենց, որ եթե ձեր ամուսինը կամ հայրը կալանքից վերադառնա տուն, ձեր տունը դառնում է սպեռնապոլիգոն։ Նորից իմ կողմից հարգված անձնավորություն, թողմաղցի մհերը և ով կա արեշ և առհասարակ միջազգային լուրջ ֆիրմայի ներկայացուցիչներ, կենդանիներ, փղեր, ուկտեր, հիմա արդեն նաև ուկտեր և այլն սկսելու են քանքարավոր աղբոր նման ժամանել ձեր տուն։ Հազիվ էիք խախանվել։ Նորից մենք հիշելու ենք տիկին Արուսին, նորից մենք հիշելու ենք այդ Մասիսի քաղաքապետի փնթի կնգան, ով ոնց կասեր մեր հարևան Մարուսը, պոեզի գծերի տակ շինվելով այս կամ այն մինիստրի և զամմինիստրների հետ հասնում է իահոր ազատմանը, այսինքն Արշակի ընտանիքը նորից դառնում է արդիական։ Եվ ոչ միայն Արշակի ընտանիքը, այլ նաև Արշակի աղբոր։ Այո, շատ ճիշտ են գրում, Պավլիկի նման տղեն կալանավորվում է, Արշակի նման տղեն դուրս է գալում։ Աննա, դες ես չեմ դիմում քո մարդուն, քո մարդը տե խերի գլոխ է, քո մարդը բոզի տղա է, դրա մասին ոչ մի խոսք։ Եթե դու տե մարդ ունենայ, դու չեք ասի լավ։ Մենք եկանք իշխանության, պես մի քիչ բանով խոսանք էլի, հեղափոխություն արեցինք, որ ով փող աշխատի, Մալչիկ Պայմինի Սասու,
Անա դու պատկերացնում ես ինչ հա լինելու քո հետ։ Շատերն ասում են դոգը Անային բան չի ասում, տեսեք։ Այո, ես քեզ բան չի ասում, զուտ մի պայմանով, քանի արշակը կալանքի տակ է։ Ես պատրաստ եմ ոչ թե միայն քեզ բան չասելու, ես պատրաստ եմ դաժե Ալիևի հետ համագործակցելու, եթե ադրբեջանական իշխանությունները պատրաստ են Արշակին եւ իր նմաններին տանեն Բաքու, պահեն կալանքի տակ։ Ոչ, այդեցա, դաժե Ամերիկայի նման պետությունը ունի դատա իրավական համագործակցություն։ Դու տալիս ես ավելի մեծ հանցագործի, քան թե դու ես, եւ քո հանցագործությունը ներվում է, ձեռք ես բերում իմունիտետ։ Այ հիմա Աննա դու զրկվելու ես իմունիտետից։ Իսկ քո իմունիտետից զրկվելը դու պատկերացնում ես ինչա նշանական, եւ ինչ տիպի ես քեզ կանեմ ծվեն։ Ինչ վիճակի մեջ կհայտնվի քո աղջիկը, աղջիկները, քո տղեկը եւ այլն։ Այո, Արշակի կալանքի դիմաց քո ընտանիքի հոգևոր խաղաղությունն էր դրված։ Հիմա Արշակը բացա թողնվում երկուշաբթի, Սասունը, քեզ լավությունը անն եւ մկա կեղիկ խայտարակ, ոնց որ ասում էր Սարոյան Սեյրանը։ Ես ուղղակի ուզում եմ մի հատ էլ հարց տամ են Արայիկ Հարությունյանին, այն դդում Դանդոնին։ Տեսեք դա էլ բան չի ասում այգի ժամանակա։ Ասում է կարող է ֆայմի, Նիկոլնա Բոզի տղա, ես կարող եմ մի քիչ ուղեղ ունենա։ Ինչի համար եք դուք բերես Բոզիտոուն դրե այդտեղ, այսինքն մալչիկ պայմենի Սասունին։ Եթե պիտի Արշակը դուրս գա Բերթից, ուրեմն ես բարձ ասում եմ, ինչքան դատապարտյալ կա, պիտի դուրս գան։ Բայց նրանց խիտ բայ, նամանավանդ ինչքան ցման նստած կա, ում 15 տարին լրացել է, պիտի բաց թողնվի։ Էսի չեք դուք անում, աչքս է բաներով։ Որոշել եք Արշակին բաց թողակ, դուք հələ ովա չեք Կալանավոր է, ընկեր Բոզի տղեկ։ Նիկոլն ասում էր պողպատե մանդատ տվեք իմ ձեռը, տեսեք ես ինչ եմ անում։ Եվ ես ուխտ ընտրողները գնացին պողպատե մանդատը տվին Նիկոլի ձեռը։ Քանի հոգու դատեց Նիկոլը երկրորդ անգամ ընտրվելուց հետո։ 0։ Այսինքն տես ընտրություններից երկրորդ փուլից այսինքն երկրորդ ռաունդից անցել արդեն տարի ու կես մոտավորապես եւ մինչեւ այսօր մենք չունենք ոչ մի երկիրը թալանածի վերաբերյալ դատապարտյալ։ Դուք զգում եք, որ դուք սպეციფიկ պորնիկի վաստակ եք սաղդ։ Դուք զգում եք, որ դուք խափել եք 650 հազար հոգու, այսինքն չեք խափել, այդ 650 հազար ովքեր երկրորդ անգամ հավատացել են ձեր նման Բոզի տղեկին ու գնացել ձեն են տվել, այդ իրանց մեղավորությունն է, որովհետև այդ 650 հազարի ես այդքան անգամ բացատրեցի, չվստահել Նիկոլին, հետևից ընկած Նիկոլը ծածերը թափ տալով ֆռռում էր։ Իմ համար Արշակի թեման, ով Արշակ ավելի կարևոր է, քան Տելուբոյ թեմա, ես պարզ ասեմ։ Իմ վրեժի ծալավն ավելի ուժեղ է, քան թե ցանկացած թեմա Նիկոլ Բոզիտողու շուրջ։ Եվ սրանց հերը անիծելու համար ես պատրաստ եմ համագործակցելու դաժե սատանայի հետ, եթե դա գոյություն ունի։ Հասկանալի է, չէ՞։ Եվ հիմա ես ուզում եմ հասկանամ, դուք ընկեր աղբի տվեք, էլ ավելի լավ սուրպրիզ չունեք անելու ձեր ընտրողներին։ Իտակ, նույնց եմ կրկնում, 5 տարի առաջ ասում են չեն թողում Նիկոլն աշխատի։ Նորա ինչ եք ուզում։ Արա ու բերե դրել եք, ինչ ասած ասած կլուչևոյ պաշտոնի վրա նստած մարդ կա, գրեթե եկել է գրփել չրփելու համար։ Կարինե Դանելյան, անմեղ մարդկանց ձերբակալում են ձեր ասած, այդ նույն անմեղ մարդկանց բաց են թողում։ Ոնց ձերբակալում են, այնպես թողում են, ոնց
ձերբակալում են ինձ թողում են։ Ես ամենաառաջինը իմ համար Արշակ, Վովա, Ավագյան, Աշոտ, այս 3 բորնիկի վաստակների կալանավորումն է եւ քրական օրենսգրքով ամենախիստ պատժին արժանացնելը։ Բայց մեկին չեք տենեմ։ Ոչ մեկ, բացի Արշակից, կալանքի տակ չի, ուզում եմ դիմեմ Արշակի բանակնգան Մարֆա Վասիլևնային։ Աղջի, 6 ամիս ես քեզ չէի հիշել։ Հիմա դու պատկերացնում ես, ուրեմն ինչ ես անում, լվացվում, լողնում ես, ես գիտեմ դու ամիսը մեկ ես լողանում։ Լվացվում, լողնում ես ու 2 շաբթի, 3 շաբթի օրվանից հենց մարդու թողին պատրաստվում ես թողմախիմահերին ձեր տուն հյուր ընդունելուն, ուխտերի հետ միասին։ Դու նորից հիշելու ես թողմախիմահերը ինչ ձևեր քեզ ծածանեմ։ Են փնթիբոս աղջիկը դել, դոշերը հանելույա դնի այդ 26 փողոցի մայթի վրեն, որ ինչքան անուշ ապերկա անցնող դառնող, վելով քայլելով գնան գալ շարային երթով, այդ աղջիկեքդ։ Տիգինալուս ողջույն։ Ինչպես եք, մենք բավական ժամանակա չէինք հանդիպել, նորից կհանդիպենք։ Եվ այսպես, Աննա, դու հասկացար։ Հատ Գլխիդ ոչիլները ճտասնելու ես իմ հաղորդման ժամանակ։ Գոնե մի ժամ օրվա մեջ դու պետք է զբաղվես քո մաքրությամբ։ Սասունը դրան բացաթող է, Սասունը դառնում է քո համար սեռական մեգապոլիս։ Ես զգուշացրեցի։ Կանչեմ ես Սասունին քո մոտ, հիմա այս եթերից հետո։ Վերցնում ես հեռախոսը, զանգում ես, ասում ես արի մոտս ծլիկս շնչես։ Կաչում ես մոտդ առանց ալևալության, փաչեքդ բացում ես, ասում ես չոքի, արդեն քո համար պատրաստ է։ Եվ այդ արգանդիտ, սեռական շրթերիդ ու այդ դրա կողքը ապրող ֆաունայի ու ֆլորայի ներկայացուցիչներին հատ պինցետով դնում ես Սասունի բեյնի մեջ, ասում ես կեր, բոզի տաղա, անձի հիշան քո պատճառով նորից։ Ծալիկիդ մեջից էլ երկող շատրվանները պզսնում ես քիթու բենին Լուսինե Զաքարյանի հայտնի երաժշտության տակ, որը գրել է Առնո Բաբաջանյանը։ Սա ընդամենը նախազգուշական կրակոց էր։ Հասկացաք։ Իսկ ինչ վերաբերվում է Պավլիկ Մանուկյանին, միանշանակ հանրային ձայնը բնականաբար դատապարտում է Պավլիկ Մանուկյանի նկատմամբ որևիցե մի ոտնձգություն։ Այդ էլ լրացուցիչ, ես դրան կկանրադառնամ, ոնց ինչ եւ այլն, բայց ես զգուշացեցի քեզ, Աննա, ի գիտություն, պատրաստում ես աղջկատ Ֆիոնայ եւ դրանից հետո ծնված բոլորներին։ Ես մարդավարի եմ քեզ ասում, Արշակի արևը դուրսագալի քո արևը մտնումա։ Հասկանալի է, ես նախազգուշացրեցի։ Այսօր այսքանը։